Կառուցապատողների հայկական ասոցիացիան եւ Նորակառույց ՍՊԸ-ն կնքեցին անդամակցության պայմանագիր։ Նույն օրը կնքվեց համագործակցության հուշագիր Նորակառույց ԵՄ-ի եւ Հայաստանի շինարարների միության միջեւ, որը վաստարարվեց համագործակցության նոր սկիզբ։ Դա ենթադրում է, որ Նորակառույց ԵՄ հարթակի միջոցով ասոցիացիայի անդամներին ընձեռնվելու է առավել լավ հնարավորություններ ներկայացնելու իրենց արտադրանքը եւ ծրագրերը։ Այսօր գաղտնիք չէ, որ բազմաթիվ կառուցապատման քաղաքաշինական ծրագրեր կան, որոնք սպառողների լայն շրջանակների մոտ առաջացնում են հարցեր, ումից ձեռք բերել անշարժ գույք, որտեղ ձեռք բերել, ինչ սուբյեկտից ձեռք բերել, վստահության եւ կորպորատիվ պատասխանատվության բարձր մակարդակի սուբյեկտներից են այսօր գնորդները ցանկանում ձեռք բերել անշարժ գույք, վստահ լինելով, որ չեն մնա որոշակի խնդիրներ, որոնց ցավոք սրտի այսօր երբեմն ժամանակ առ ժամանակ ականատես են լինում։ Նորակառույց ԵՄ հարթակն արդեն 5 տարի շուկայում է եւ այս տարիների ընթացքում ներկայացրել է բազմաթիվ նորակառույց շենքեր, իսկ կայքում ներկայացված են միայն վստահելի կառուցապատող ընկերությունները։ Ապակա գնորդն այս կայքում կարող է տեսնել ավելի մանրամասն ինֆորմացիա կառուցապատող շինարարի, ընկերության եւ նախկինում արված աշխատանքների մասին։ Նորակառույց ԵՄ կայքում կտրամադրվի հարթակ, որտեղ շինարարները կարողանան տեղադրել իրենց մասին ավելի մանրամասն ինֆորմացիա, ինչ թույլ կտա մեր բնակիչներին ավելի մանրամասն ծանոթանալ այս կամ այն կառուցվող շենքի շինարարի հետ, որտեղ կլինի ինֆորմացիա, թե այդ շինարարը նախկինում ինչ աշխատանքներ է կատարել, որ շենքերն են նրա կողմից կառուցվել, որքանով է վստահելի այդ շինարարը։ Այսօր համագաղափարակից լինելով կառուցապատողների ասոցիացիայի եւ շինարարների միության հետ կնքեցինք համագործակցության հուշագիր, որի շնորհիվ կառուցապատողների ասոցիացիան եւ շինարարների միությունը կստանան հնարավորություն Նորակառույց ԵՄ-ի բազմահազար լսարան ունեցող հարթակում ունենալ իրենց տեղը, այսինքն հատված, որտեղ ներկայացված կլինեն շինարարների միությունը եւ կառուցապատողների ասոցիացիան իրենց անդամ կազմակերպություններով։ Հավելենք, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ չի եղել դեպք, որ ասոցիացիայի որևէ կառուցապատող ունենա ֆինանսական բնույթի այնպիսի խնդիր, որը կառաջացնի հասարակական հնչեղություն, բնակիչների եւ սպառողների մեջ դժգոհություններ։